Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Արուշանյան, նախ սկսենք երեկվա հրապարակված տեղեկությունից, դեռ խորհրդականի հետ կապված, ինչու է ծեծել նա բարեկներին, ինչու է հայտնվել այդ պատմության մեջ, ինչ կարող եք ասել։ Դուք պնդում եք անում, որ իմ խորհրդականը նշենք լրատվամիջոցները ցավոք փորձը ցույց է տալիս, որ ոչ միշտ են ճիշտ բաներ կրում։ Ես երեք այստեղ կառավարության նիստի եմ եղել, Գյումրիում չեմ եղել, տեղեկություններ չունեմ, թե ինչ է տեղի ունեցել, մամուլի կրառումն եմ տեսել, գնամ Գյումրի, կպարզեմ, հասկանամ ինչ է տեղի ունեցել ու ինչի համար այդպես մեծ աղմուկ է բարձրացվել։ Զանգով չի կարող տեղեկանալ։ Զանգով կարող է տեղեկանալ, ինչքան որ զանգով տեղեկացել եմ, ճշտելու շատ բաներ կան ու լրատվամիջոցների ու ոչ միայն լրատվամիջոցների մեկ կրառումը, որ հիմք չի հանդիսանում, որ ես վերլուծություն անեմ, այնտեղ գնալու եմ տեղում հասկանամ ինչ խնդիր է տեղի ունեցել։ Գյումրիի հետ կապված այս պահին մենք ուզում ենք հասկանալ քաղաքապետարան կառավարման ինչպիսի վիճակ է, ով է կառավարում ինչպես իրականացնում, որտեղ ասում են էլի խնդիրներ են ստեղծվում ժամանակավոր պաշտոնակատարի հետ կապված, հնարավոր է նրան եւս կանչեն հակակոռուպցիոն կոմիտե, այս առումով ինչ է կատարվում Գյումրու քաղաքապետարանում։ Իմ ունեցած տեղեկություններով այդ հակակոռուպցիոն կոմիտե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը շուտանից վարույթ էր սկսել հասկանալու համար, թե համատեղելի են փեսա աներ քաղաքապետ, փոխքաղաքապետ հարաբերությունները, նաև մինչ որոշումը կայացնելը հրաբարակելը առաջի տեղակալն է ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում կամ դառնում է ավտոմատ ժամանակավոր պաշտոնակատար, որպես այդպեսին պարզաբանումներ չկան այդտեղ, թե այդ գործընթացն է, թե համատեղելի է, թե համատեղելի չի այս պահին իմ ունեցած տեղեկություններով քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը առաջի տեղակալն է։ Նպատակ դրել է քաղաքացիական պայմանագիրը, որ ամեն գնով իշխանությունը վերցնի, որովհետև տեսնում ենք, որ Արտան Ղուկասյանի կուսակցության անդամներին հերթով կանչում են հակակոռուպցիոն կոմիտե կամ ընդհանրապես իրավապահ համակարգը նրանց հետ կոպիտ ասած ետևից է ընկել եւ ասում են, որ դուք ամեն ինչ անում եք, որպեսզի մանդատների անհավասարություն լինի եւ կարողանաք իշխանությունը վերցնել։ Ռոժան, այդ դեժավյու եմ ոդս, այդ նույն բանում ենք լրագրողները հարցնում էին 2024 թվականին, եթե չեմ սխալվում, Սամվել Պալասանյանի թիմի, Վարդգես Սամսոնյանի թիմի հետ կապված, վերցրեցինք իշխանություն, չվերցրեցինք, չէ, եթե ասում ենք ամեն գնով վերցնել, ամեն գնովը նշանակում է վերցնել, մենք ամեն դեպքում նման գործելավոճ չունենք, ամեն գնով իշխանություն վերցնել, իշխանություն վերցնելով մի կին գիտենք, մենք այդ լեգիտիմ ընտրություններն են, այլ որևիցե ձև իշխանություն վերցնելու մենք չգիտենք, լսել ենք, բայց ամեն դեպքում չենք օգտագործում, ինչ է տեղի ունենում Արտան Ղուկասյանի կուսակցական գործընկերների հետ, ավականի ցուցակը մեծ է, որովհետեւ մեկին եթե որը հրավիրում են իրավապահ համակարգի ինչ որ խնդիրներ պարզաբանելու, հաջորդը տեսակ մենք դեպքն ունենք, իմ տեղեկություններով Գևորգ Ղուկասյանը մանդատը վայր է դրել, հաջորդն է վերցնելու այդտեղ գործընթացը, որը իր հունով գնում է, իրանք իրանց ներսի ներկուսակցական խնդիրներն են լուծում, մեծամասնություն կազմելու բան չկա այդտեղ, ոչ է նպատակա, ոչ էլ պատկերացում է, դե ինչ ձևով կարելի է մեծամասնություն կազմել, որովհետև իրանց ավականիները հերթով գալիս իրանք իրանց քանակը լրացնում են, այլ ընդդիմադիր ուժերը եւս իրենց տեղում են ու պնդել, որ մեր իշխանությունները տարբեր կողմերի վրա ուժ են գործադրում, որովհետեւ ուժ չկա, այդ մարդիկ իրանց համար իրանց աշխատանքին են, կա իրավական գործընթաց, որն էլ կանչում, քննում, հասկանում, շարունակում են իրենց աշխատանքը, իրենց թե ավականիները, թե համայնքապետարանի աշխատողները, առաջի տեղակալն էլ է տեղում, իր աշխատանքն, իր լիազորություններն է կատարում, երկրորդ տեղակալն էլ է տեղում, համայնքապետարանի աշխատակիցներն էլ են տեղում, աշխատակազմի ղեկավարն էլ քաղաքապետարանը իր բնականon հունով աշխատում է, ինչքան որ հնարավոր է, ինչքան որ կարողանում է։